Փոքրինչ հուզված, բայց համարձակ պատանիները բեմ են բարձրանում իրական կյանքի նորամուտի խորհրդով, իսկ հետնաբեմում դպրոցական օրերն են ու չվերջացող հիշողությունները։ Կրթության պատասխանատուները վստահ են, դպրոցում ստացած գիտելիքը կօգնի ամենուր եւ բոլոր հարցերում։ Ես ցանկանում եմ, որ իրանց մեջ մեծ սեր բնակվի, սրտացավ լինեն իրանց կողքինի նկատմամբ։ Միանկակտելի կապով կապված ենք եղել։ Ջերմությունն այս երեխաներից հորդում է։ Արդեն նախկին աշակերտները հիմնականում որոշել են, ինչ մասնագետ են ուզում դառնալ եւ ինչ են գրելու կյանքի նոր գրքի էջերում։ Տարբեր երազանքներով շատ մեծ։ Ակնկալում եմ նոր կյանքում նորանոր հաջողություններ, իրականում դպրոցական կյանքից շատ գոհ եմ ու շատ տպավորված։ Զգացմունքներս միախառնված են, համ հուզված եմ, համ ուրախ եմ, համ տխուր, որ ավարտում եմ, թողնում եմ հուշեր այս դպրոցում։ Իմանալ, ճանաչել եւ չկորցնել ազգայինը, լեզուն, պատմությունը, մշակույթն ու հավատքը։ Մաթեմատիկայի ուսուցիչ դասղեկը աշակերտներին թվաբանական արմատից առաջ սովորեցրել ու պատգամել է կարճած մնալ ինքնության արմատից։ Ամենաթանկ վկայականի կնիքը հայրենասիրության կնիքն էր։ Մեր վերջի զանգի միջոցառման մեջ երեխաները ոչ միայն գնահատականի վկայական էին տանում, այդպիսին էր մեր սցենարը, այլ նաև հայրենաճանաչության, հայրենիքի կնիքը, որը դրոշմել էին մեր սիրելի ուսուցիչները։ Ներկայացնում են քեզ համար հայ զինվոր։ Իմ աղոթքը իմ ու քո խաղաղ երկնքի մասին է։ Իմ ու քո երազած անարիք սամանի մասին է։ Իմ ու քո կերտած անպարտելի բանակի մասին է։ Պատանեկության շեմին տարբեր են նպատակները, բայց բոլորի սրտում ու հոգում կա մեկ ցանկություն՝ պիտանի լինել հայրենիքին, ապրել խաղաղ, արժանապատիվ երկրում։ Երազիմ երկիր հայրենի, հոգսերը շատ, հույսդ մեծ, քարքարոտ երկիր։ Այս տարի վերջին զանգը հնչել է Հանրապետության 1500 կրթական հաստատությունում 9-րդ և 12-րդ դասարանների ավելի քան 61,000 աշակերտի համար։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։